Դժվար մի փորձություն, ստիպված ամուսնություն, իսկ մրցանակն է ասաման հարստություն, բոյով դավադրություն և կարճ ուրախություն, նրանց միջև բարի անմեղ երջանկություն, դե բարի գալուստ ուրախ ապրուստ, որտեղի չկա փախուստ, ով կա մինչ եսա մեր հետ ասա, ով է սա, կանպեսա Ես որ առաջին անգամ գալիս է այստեղ Սիլվա, մտածում եմ ընդամենը գալիս եմ Անուշկի ծնողների ծանոթանամ, ով կմտածեր, որ որոշ ժամանակ անց ես կդառնամ Անուշկի հորեղբայրը կամ հորեղբոր տղան կամ Անուշկի պապայի ընկերը կամ սենց որ շարունակվի Անուշիկն էլ մի քիչ մեծանա կդառնամ Անուշկի թոռը։ Հավատան ինձ չի, որ այստեղ աշխատանքի ընդունվելուց պատկերացնում էի, որ քո մաման եմ դառնալու։ Բանկում ինչ կա, գործերդ լավ են։ Իբր պաշտոնից բարձրացրել են, դարձրել են վարկային մասնագետ։ Էդ վատա։ Դե վատա, բա ինչա։ Անցվ առաջին կեսը հաճախորդներին համոզում են, որ վարկ վերցնեն, երկրորդ կեսն էլ համոզում են, որ այդ տոկոսները մուծեն։ Բա որ չեն մուծում, ինչ եք անում։ Ինչ պիտի անենք, մենք ենք մուծում։ Մենք ենք մուծում, որ մեր վրա չեպե չգա։ Հենան մեր տղերքից մեկը ընդհանրապես վարկա վերցրել, որ հաճախորդների վարկերը մարի։ Մի խոսքով գժանոց Սիլվա ջան, առավոտյան արտանում եմ գժանոցից, գնում եմ գժանոց, երեկոյան գժանոցից վերադառնում գժանոց։ Մանուկ ջան, դու գոնե գժանոցներդ ես փոխում, բայց ես ինչ ասեմ առավոտից իրիկուն ես նույն գժանոցում եմ։ Հազդորեն նախքին վարչապետին իր պաշտոնին մնալու համար նույնիսկ ազգանունը չօգնեց։ Այս թերթերի վերնագրերը հազարատ հումորային հաղորդում արժեն։ Կորինան Շավանիչ, հենց նոր զանգահարեցին և ասեցին փոխանցեք ձեր տնօրենին, այսինքն որ ես փոխանցեմ ձեզ, որ ձեր թռչնաբուծարանը այրվում է։ Ոնց Ռիմա, ես ինչ ես ասում Ռիմա։ Ես ինչ ես ասում Ռիմա, ես թռչնաբուծարան չունեմ։ Ոնց, Կորինան Շավանովիչ, բայց շատ վստահ էին ասում, կարող է այնուամենայնիվ ունեք։ Այսինքն որ մեկը զանգի ասի, որ ձեր տնօրենին փոխանցեք, որ ինքը հղիա պիտի նվերներով գաս ինձ մոտ։ Ես ասում եմ, ես թռչնաբուծարան չունեմ Ռիմա։ Պարզ է, ես շատ ուրախ եմ ձեզ համար, Կորինան Շավանովիչ։ Իսկ որոշեցիք պահեստում ժամկետ անց ապրանքը ինչ ենք անելու։ Դեռ Իսկ պահեստապետին ինչ փոխանցեմ։ Մի հատ գրիչ փոխանցի, թող այդ 2014-ի 1-ը սարքի 7։ Պաստորին ինչ ա ստացվում։ Մենք այդ ապրանքը մինչև 2074 թիվը կարող ենք վաճառել։ Հասկանում ես։ Ոնց։ Բա սպառողները չեն թունավորվի։ Լավ էլի, ինչ սպառողները։ Սպառողներին ինչ պետք է լինի։ Մեր սպառողները այնքան ժամկետնած ապրանք են սպառել, որ ես նույնիսկ մտածում եմ այս նոր ապրանքը ժամկետը անցնի, նոր մտցնենք շուկա։ Որ մասսովության այդ խնդիրներ չլինի էլի։ Լուրջ եք ասում։ Որ չայ մարդ ինչն եմ լուրջ ասում։ Այդ հավաբունը է։ Թռչնաբուծարանը։ Այդ դիմացեք որտեղ այդ վառվում, ժամկետնած ապրանքն էլ տարեք լցեք թող վառվի։ Մի խոսքով վերացրեք այդ ապրանքը։
Մարդ կա։ Ինչով կարող եմ օգնել։ Կարելին ասա սանտեխնիկա եկել է։ Ներեցեք, բայց այստեղ Կարլեն չկա։ Դուք երևի տունն եք շփոթել։ Այս 4-րդ տունը չի։ Ոչ, սա 7-րդ տունն է, 4-րդ տունը դիմացինն է։ Այն ասածը ուժի մեջ, հա։ Ներեցեք։ Դե որ նորեկա ասեցիր ինչով կարամ օգնեմ։ Սենց որ նայում եմ, մեծ հաճույքով կօգնվի։ Աստված ջան, հիվանդներին առողջություն տուր։ Մեր ժողովրդին խաղաղություն տուր։ Ինձ էլ մի քիչ համբերություն տուր։ Ինչ հասիր այ էքստրեմալ։ Էքստրեմալը որը սա։ Սպասիլը։ Աստվածյանեն համբերության պահը ուժի մեջ հա, չէ։ Էստան մեջ ընդունված չի անբարո բաներ անել։ Դրա համար հեսա դուրս կգանք մաքուրոթի, ես քեզ կբացատրեմ էքստրեմալը որն է։ Ոնց որ շոֆեր ձեր ասում, շեֆ տուն եմ քշում, ասում էի հա, ասում էի եղավ։ Մանու գնա վազի բախշու, պապին հեսա դրանք կսպանի վազի, հետո կպատմեմ արագացրու։ Ասում ես, վախի կտի, հա։ Հասկացեք, ոնց ես խոսում պապի հետ, այդ դասի։ Պապի կսպանես։ Բաղեքրը, հետում եք խփում։ Դուք էսի չեք մարսելու։ Հերթով բոլորդ պատասխան եք տալու, ես հեսա տիկա։ Ով ուզում է լինի։ Այդղա Դավիթ, ես ինչ արեցիր։ Քեզ ով էր ասում բաժանեիր, դե գնա ոնց որ ձեռիցս փախցրիր, տենց էլ ճարի բեր։ Խապի ջան, բայց դրան մի բան էր լինելու, գնեիր պատմության մեջ։ Ամենետ ինչ էր արել, որ տենց ծեծում էիր։ Քեզ ինչ էր արել, մնում է քեզ դալաժի տանը ինչ էր արել ու ինչի համար էի դրան տպում։ Իսկ դու Մանուկ, շատ անթասիկ գյադադուրս եկար։ Տեսնում ես, մորդ վիրավորել են, հերդ կռիվ է անում, ծեր հերդ կռիվ է անում, կանգնած նայում ես, հալա մի հատ նորմալ խփեի, պես ինչ է։ Ես ինչ իմանում ինչ ա եղել, երկու ժամը հարցնում եմ ինչ ա եղել, չես պատասխանում, ծեծում ես։ Չեմ մտքինս։ Լավ, վերջը ինչ էր եղել։ Դու ես շատ գիտեմ, ես մտա այգի, տենամ պաս, դրան ծեծում եմ։ Լավ, արի։ Էդիտա, ես ինչ աղմուկ էր։ Ուզում եի գիր կարդալ, բայց ոչ մի կերպ չկարողացա կենտրոնանալ։ Ես էլ չհասկացա Անուշիկ, բայց ոնց որ պապից ստիպում էր մի երիտասարդի արձանի հետ մերձենար։ Կարող ես ավելի պարզ խոսել։ Ասեմ ավելի պարզ։ Ռինգի մի անկյունում նախկին Գորսկոմի նախագահ, Խորհրդային Հայաստանի աշխատանքային հերոս Անուշավան Կորյունիչն էր։ Իսկ մյուս անկյունում ինչ-որ մի երիտասարդ։ Ու ոնց հասկացա, այդ երիտասարդը առաջին իսկ ռաունդից փախավ։ Դրանց նմաններին պետք է բոլորին սենց հավաքես միտեղ, բենզինը սենց բրեքը լցնես ու այնքան լցնես միջև խեղդվի։ Ինձ թված կասես բենզինը լցնես ու վառես։ Ինձ թված կասես բենզինը լցնես ու վառես։
Բայց ես ախր տենց էլ չհասկացա ինչ էր եղել։ Հրաշալի։ Մեզ որ բռնեն տանեն քամաս, դու սես տնես, բան չես կարողանա պատմես, որովհետև չգիտես։ Լեզուս չորանար։ Պարոն մայոր, այն տարիքով մարդն ա եղել, մեկ էլ էս խուճուճ է։ Բարև ձեզ, Կորյուն Անուշավանիչ։ Բարև, ջահել ջան։ Հարգելով ձեզ եւ ձեր որդուն ես ինքս որոշեցի գալ այստեղ։ Բայց մանրամասները ուսումնասիրելուց հետո գուցեև բաժին գնալու կարիք լինի։ Հա գնանք ինչ է եղել։ Բաժինը էլի որ KGB-ի պատմած չի։ Ես հեսա կգամ, փորս մի քիչ պտ։ Իսկ ձեզ խնդրում եմ մոտեցեք։ Լավ։ Ասա, պապա։ Այսինք։ Ինչ։ Որտեղ։ Եվ։ Հենց հիմա գալիս եմ։ Նայ ավելորդ բանը չխոսես։ Հիմա այսօրվա հանդիպումները փոխի վաղվան։ Ես շտապ դուրս եմ գալիս։ Ինչ որ բան է պատահել։ Դեռ ոչ, բայց նախնական տվյալներով քո նախկին շեֆը, Անուշավան Կորյունիչը, շուտով կարող է խմորից թզմեխներ սկսի սարքել։ Բայց ինչ կան հանգստանալու։ Մարդիկ ավելի տարօրինակ հոբիներ են ունենում։ Կորյունին արդեն ասել եմ, ճանապարհին ա, պիտի ժամանակ ձգենք մինչև հասնենք։ Սկսենք մասնակիցներից։ Անուշավան Կորյունիչ։ Ձեր ազգանունը կասեք։ Այդ պարտադիր է։ Բոլորը ինձ Անուշավան Կորյունիչ են ասում, կամ պապի։ Ուզում եք գրեք պապի, հակիրճ։ Որ հարցնում եմ պարտադիրը։ Ավաքյան։ Ավաքյան։ Ք։ Լսվում է, գյով գրվում։ Իսկ դուք։ Ես։ Դուք։ Ես ինչ։ Անուն ազգան։ Մանուկ։ Ազգանունը։ Մանուկյան։ Մանուկ Մանուկյան։ Մանուկյան։ Ես չէի ուզում, որ բոլորն իմանային, որ Մանուկը իմ տղան է։ Դրա համար որոշեցինք Մանուկի ազգանունը ուրիշ դնել։ Ուղղակի բռնացրել ենք էլի Մանուկյան։ Հայրանում։ Միսակ։ Միսակի։ Նույն սկզբունքով է։ Անուշավան Կորյունիչ, դուժողը ինձ արդեն պատմել է։
Հիմա ուզում եմ ձեզ լսել, ինչ է կատարվել ստանում։ Ինչ ուժող։ Քաղաքացին պնդում է, որ ֆիզիկական ուժ եք գործադրել։ Դուք եւ քաղաքացի Մանուկ Մանուկյանը։ Վայ եղավ նաչալնիկ։ Ես այդպես բան չեմ արել։ Նույնիսկ եթե արել եմ, մատա հետքերս ցույց տվեք, ապացուցեք, որ այդ ես եմ արել։ Եթե չէ, դավ այստեղից, գնացեք։ Անուշավան Կորյունիչ, մի ստիպեք, որ ես մոռանամ իմ հարգանքի մասին։ Քաղաքացի Մանուկյան, գուցե դուք պատմեք։ Ես պատմեմ։ Իհարկե դեպքը մի քիչ այլ կերպ է եղել։ Դուք ինքներդ էլ եք շատ լավ հասկանում, որ երբ խաթարում է մարդու անդորը, իսկ մարդը ինքնին շատ բանական էակ է եւ տարբեր առիթների դեպքում նա ենթարկվում է տարբեր դեֆորմացիաների եւ կախված աշխարհից եկող Մուշանանը սրանց հարսանիքը։ Ասա առել եք, բարով մաշեք, ինչ եք դիտիզություն անում։ Պա։ Վայ։ Հավոր ջան։ Այլի։ Ուստի հաշվի առնելով մարդկային բնության յուրահատկությունները նյարդային համակարգի կառուցվածքային առանձնահատկությունները, մենք վստահաբար կարող ենք պնդել, որ այո, մարդը այդպիսին է։ Շատ սպառիչ պատասխան։ Չեք հասկանում, որ ձեր պահվածքով բարդացնում եք գործը։ Լավ քաղաքացի դատավոր։ Ոստիկան։ Լավ թող լինի ոստիկան։ Ես որոշեցի, որ ամեն ինչ պատմեմ։ Ուրեմն դեպքը տեղի ունեցել։ Գրում եք։ Եթե գրում եք, մտքերս ավելի գեղարվեստորեն շարադրեմ։ Դեպքը տեղի ունեցել սույն օրը, սույն ժամին, սույն տանը, սույն երիտասարդը կամ ավելի ճիշտ, ես անշնորհ լակոտը։ Առանց վիրավորանքների խնդրեմ։ Դե ասեցիք ավելի մանրամասն, դրա համար այդքան մանրացա։ Մի խոսքով։ Նաչալնիկ ինչն ա զարհուրելի, որ եկել ա մեր տուն, վիրավորել ա իմ Սիլվային, սեռական բնույթի հայոյանքները հասցրել ինձ, սպառնացել ա, որ կսպանի իմ բոլոր բարեկամներին, իսկ ես իրան խնդրեցի ընդամենը, որ դուրս գա տնից, այսքան բան։ Ու ձեր խնդրանքից տուժողի դեմքին կապտուկներ են հայտնվել։ Չէ։ Չէ, ոսկի տակը դրանից չի կապտել, ես նկատեցի, երբ որ տուժողը տանից դուրս էր գալիս, ինքը պատահաբար սայթակեց եւ ընկավ արձանի վրա։ Ճիշտ ասում, սայթակեց ու ընկավ արձանի փափուկ տեղերի վրա։ Այնտես բան չի եղել։ Էս ինչեր եք հորինում։ Լավ, հանգիստ։ Պարոնայք, դուք դատարանում չեք գտնվում։ Ես ընդամենը ուզում եմ հասկանալ ինչ է կատարվել ստանը։ Ուզում եմ արձանագրություն գրել, որից հետո նոր կպարզվի, դուք կհանդիպեք դատարանում, թե դրա կարիքը չի լինի։ Իհարկե տենց բան չի կարող լինել։ Ոնց եք։ Կամաս, ոնց պիլեք բալես։ Նայի, ես սկզբից բան չի արել։ Նոր որ բան եղավ, ասուրեմ ինոսկորա է։ Պարոն ոստիկան, կարելի է ձեզ մի րոպեով։
Այո, իհարկե։ Ապեր, տղա ջան, բալես, մի հատ մոտարի բան ասեմ։ Դե ասեք տեսնեմ ինչ ենք անում, ոնց ենք անում։ Կորյուն Անուշավանիչ, իրականում ձեր հանդեպ ունեցած հարգանքի շնորհիվ է, որ ես եմ հիմա ձեր տանը, ոչ թե ձեր հայրը մեր տանը։ Այսինքն բաժն։ Բայց սրանից ավել ոչինչ չեմ կարող անել։ Տուժող կա, բողոք կա, եւ մենք պետք է գործենք օրենքի սահմաններում եւ սահմանված կարգով։ Հիմա ուզում ես ասես ոչ մի բան չենք կարողանում անել, պարոն գնդապետ։ Ես մայոր եմ։ Այ որ իրար հետ լեզու գտնենք, շատ շուտով գնդապետ կդառնաս։ Հասկանում ես։ Կորյուն Անուշավանիչ։ Եթե մեր զրույցը մի քիչ շարունակվի, ստիպված կլինեմ ձեզ հիշեցնել այն օրենքի մասին, որը արգելում է իրավապահ մարմնին կաշառք առաջարկելը։ Լավ, գոնե մի $5000 շտրաֆ գրի, տեղում մուծեմ, վերջացնենք գնա այս ամենը։ Օրենքը բոլորի համար հավասար է։ Անհարմար զգացեք։ Վերջ բալես, հիմա կարանք սրան մի հատ էլ հավեսով սատկացնենք։ Փաստորեն խոստովանեցիք, որ ծեծի եք ենթարկել քաղաքացուն։ Ես չեմ հասկանում, ոնց եք սրան ներս թողել, որ հիմա այս պրոբլեմի առաջ են կանգնել։ Այ բանաջան, գիտես, մենք եք ներս թողել։ Դուրը բաց ա եղել, լցվել ա տուն։ Լավ, թեմայից մի շեղվեք։ Ձեր խոստովանությունը արդեն կա։ Հիմա ամեն ինչ մանրամասն պատմեք, դա կդիտվի որպես մեղմացուցիչ հանգամանք։ Չեք ուզում պատմել, հա? Լավ։ Ստիպված կգնանք բաժին։ Ես կպատմեմ։ Դավի։ Ասում էի չէ կորյուն, թուլ ա թուլ։ Պարոն ոստիկան, մենք արդեն իմացանք, որ այս երիտասարդը մուտք է գործել այս տարածք առանց որևիցե մեկի իմացության եւ թույլտվության։ Ճիշտ է։ Չգիտեմ Հայաստանի օրենսգրքով ոնց է, բայց Եվրոպայում դա կդիտվեր որպես ուրիշի սեփականության իրավունքի ոտնահարում։ Ու այս պարագայում սեփականատերը նույնիսկ իրավունք ունի կրակի այն մարդուն, ով որ ապօրինի մուտք է գործել իր տարածք։ Կարծում եմ Հայաստանում էլ օրենքը շատ տարբեր չէ։ Ուստի տեղի է ունեցել հետևյալը. այս մարդը մուտք է գործել ուրիշի տարածք առանց սեփականատիրոջ իմացության։ Ու տարածքի տերը վտանգ զգալով օտար մարդուց փորձել է պաշտպանվել։ Բա ոնց։ Հետևաբար, այս պարագայում եթե կա ինչ-որ մեկը, որ կարող է բողոքել, դա միայն այս տան սեփականատերն է։ Այսինքն Անուշավան Կորյունիչը։ Պարոն մայոր, ես ուզում եմ իմ բողոքը հետ վերցնել։ Այդ դեպքում մենք այլևս այստեղ անելիք չունենք։ Ոչ չունեք, նաչալնիկ։ Այսքան ճանապարհը կտրեյքի հասել ես այստեղ, այսքան ժամանակ ծախսեցիր, բա դատարկ ձեռով ես ուզում գնաս։ Հələ մի հատ թուղթ տուր, ես եմ բողոքը գերու։
Այս այ որակ։ Դե ես ինչ։ Ոչ համար ինչ ես խոսում։ Էսի թուլա, թուլ։ Այս տեսկական, էսա ցեղական։ Այս լավնա, արտամները նայում։ Դժվար մի փորձություն, ստիպված ամուսնություն, իսկ մրցանակն է ասաման հարստություն, բոյով դավադրություն և կարճ ուրախություն, նրանց միջև բարի անմեղ երջանկություն, դե բարի գալուստ ուրախ ապրուստ, որտեղից չկա փախուստ, ով կա մինչ է սա մեր հետ ասա, ով է սա,